Բարի երեկո սիրելի ֆուտբոլ ասերներ, AFL-ի շրջանակներում շարունակվում է մեզ մոտ հանդիպումները եւ Էլիտ լիգան է մեկնարկում արդեն մեզ մոտ հետաքրքիր մրցաշար է մեզ սպասվելու, հենց առաջին խաղում միմյանց հետ մրցում են Լեռնային Արցախը եւ Կադիսը, նշեմ, որ Լեռնային Արցախը այս պահին կիսաեզրափակում է Winter Cup-ի մրցաշարում, որտեղ մրցելու է Վիլյարեալի հետ, իսկ Կադիսը 1-8 եզրափակչից դուրս մնաց Ատլետիկոն հաղթեց Կադիսին երկու խաղերի արդյունքում, տեսնենք հիմա ի վերջո առաջին խաղում այս թիմերի, այս լիգայի ինչպես այս մրցավեճը կավարտվի, հիմա Կադիսը հենց խաղի մեկնարկում սկսեց խաղը, ես էլ անցնեմ թիմերի հայտարարություններին, Կադիսի դարպասը պաշտպանում է համար 1 Հայկ Լալազարյանը, թիմի ավակ համար 3 Վարազդա Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 10 Սևադ Ավանյան, համար 14 Արմեն Բաբախանյան, համար 17 Եղամ Խաչատրյան, համար 22 Սրապ Բաբաբլոյան, համար 27 Կարեն Շիրխանյան, համար 77 Նարեկ Մակարյան և համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 2 Մարատ Կարապետյան, համար 3 Արթուր Աբրահամյան, հիմա վտանգավոր կարող է լինել առաջին գրոհը, հիմա տեսանք Լեռնային Արցախի կողմից, բայց անհաջող էր ի վերջո այս կատարած գրոհը Լեռնային Արցախի, համար 4 Արսեն Ուլուբաբյան, համար 5 Ալեն Սարգսյան, համար 7 Ռոնալդ Մելքումյան, համար 8 Հարութ Մանգասարյան, հիմա առաջին հարվածը կա այս խաղի Սևադ Ավանյանը հարվածեց, բայց հեշտությամբ գնդակը որսած այստեղ Էրիկ Խաչատրյանը, շարունակեմ Արցախի կազմը, համար 10 թիմի ավակ Արսեն Սարգսյան, համար 11 Վալերի Բաբայան, համար 17 Արսեն Հարությունյան, համար 21 Կարեն Շագելձյան, համար 22 Միքայել Առաքելյան, համար 23 Տիգրան Համբարձումյան, համար 73 Սերգեյ Ասերյան, համար 77 Արամ Կոստանդյան, համար 90 Նարեկ Դանիելյան և համար 99 Նիկոլայ Համբարձումյան։ Նոր մրցաշարի մեկնարկը համարեցինք բացված թիմերը մեկնարկեցին այս մրցաշարը, տեսնենք այս մրցաշարի առաջին խաղը ինչպես կավարտվի, ի վերջո այսպես ասած մրցաշարի բացումը ինչպես կծաղկացնեն թիմերը, հիմա Լեռնային Արցախն է գրում, հեռացված է գնդակը, Դուրգարյանը լավ գործեց պաշտպանությունում, Լեռնային Արցախի մոտ է մնալու գնդակը, Նշեմ, որ քառորդ եզրափակում Winter Cup-ի մրցաշարում Լեռնային Արցախը մրցում էր Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հետ, առաջին խաղում 3-2 հաշվով հաղթեցին Արցախի տղաները, նույն հաշիվը գրանցվեց երկրորդ մրցավեճում, այդտեղ էլ Բորուսիան հաղթեց և 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Լեռնային Արցախի
Ֆուտբոլիստները եւ անցանք Իսա Եզրափակիչ, որտեղ բարդ մրցակից է նորից սպասվում։ Winter Cup-ի գործող չեմպիոնին է բախվել Լեռնային Արցախը Վիլյարեալին։ Վիլյարեալն էլ Ատալանտայի արգելքը ախտարեց, հիմա վտանգավոր է, հարված եւ հաշիվը բացված է 1-0։ Կարեն Շիրխանյանն է գոլ հեղինակ դառնում, Կադիսը հենց մեկնարկում հաշիվը բացում է։ Հինգերորդ րոպե Կարեն Շիրխանյան 1-0 հաշիվը բացված է մեզ մոտ, Լեռնային Արցախի հարպասապայի սխալից կարողացավ օգտվել Կարեն Շիրխանյանը եւ վարպետորեն այդ իրավիճակում գործեց, վերջինս էլ գնդակը ուղարկեց Էրիկ Խաչատրյանի դարպասը, հիմա պարտվողի կարգավիճակում է այս պայդրությամբ Լեռնային Արցախը, տեսնենք նրանք ինչպես կարձագանքեն այս գոլին։ Իսկ Կադիսը նշեցի, որ 1-8 եզրափակիչում մրցեց Ատլետիկոյի հետ, 2 մրցավեճում էլ պարտվեց Ատլետիկոյին, բայց շատ համար պայքար առաջարկեց Ատլետիկոյին Կադիսը, բայց վերջի պահին մի փոքր չբավականացրեց նրանց այդ զույգում հաղթող գտնվել եւ անցնել հաջորդ փուլ, ինչևէ հիմա նրանք արդեն նոր մրցաշարում են պայքարելու արդյունքի հասնելու համար, այս պահին լավ են մեկնարկել նրանք այս մրցաշարը, 1-0 հաշվով հաղթում է Կադիսը Լեռնային Արցախին, նորից Կադիսն է գրում, այստեղ համագործակցությունը չստացվեց Շիրխանյանի Օհանյանի, անցել է հակագրոյի հիմա, Արցախը Կարապետյանն է աջ եզրում, Օխանցում եւ չկարողացավ ի վերջո ֆիքսել այստեղ գնդակը Կադիսի դարպասապահ եւ առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղի։ Հենց Կարապետյանն է գնդակի մոտ։ Մարատ Կարապետյան փոխանցում, Բաբաբլոյանը հեռացնում է գնդակը։ Մինչև Խաչատրյանը հասավ գնդակ այստեղ, երկար փոխանցում, հրաշալի փոխանցում Խաչատրյանի կողմից, բայց Կոստանդյանը չկարողացավ այստեղ լավ մշակել գնդակը։ Շահագեզյանը հրաշալի գործեց, Մերքումյանի անցումն էլ այստեղ չստացվեց, բայց արագ կարողացավ վերադարձնել գնդակը Լեռնային Արցախը, Սարգսյան փոխանցում, Դուրգարյանն է հիմա էլ պաշտպանությունում լավ գործում, շարժվում է առաջ Կադիսը, բայց Սևադա Օհանյանի փոխանցման ճանապարհին հայտնվեց Ալեն Սարգսյանը, նորից Կադիսն է խլել գնդակը, բայց Բաբաբլոյանն է հիմա էլ սխալվում, տեսնում ենք երկու թիմերի կողմից էլ այս րոպեների ընթացքում շատ են դաշտի միջնամասում սխալները։ Ձախեզրում լավ նկատեցին Կոստանդյանին, մի փոքր շտապեց փոխանցում կատարելի Սարամ Կոստանդյան այս իրավիճակում։ Ակտիվ մեկնարկ տեսանք թիմերի կողմից։ Եվ արդեն մեկ խփված գոլ ենք տեսել այս խաղում։
Խաչատրյանի երկար փոխանցում կատարում Կարապետյանին, բայց նորից Դուրգարյանն է հեռացնում գնդակը, շարունակում է մնալ Արցախի մոտ գնդակը, Շահագելցյան հրաշալի փոխանցում Կարապետյան եւ Պաշտպանն է հիմա փրկում իր թիմին, վերահաս գոլից Մարատ Կարապետյանի հարվածից հետո հրաշալի փոխանցում տեսանք Կարեն Շահագելցյանի կողմից դեպի Կարապետյանը, վերջինս էլ հրաշալի հարվածով կարող էր խոցել Հայկ Լալազարյանի դարպասը, նորից անկյունային կտեսնենք Կադիսի դարպասին, հիմա փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, կարող է հակագրել Կադիսը, հիմա հրաշալի փոխանցում Ֆիդանյան, բայց նորից Շահագելցյանը հրաշալի է գործում պաշտպանությունում, տեսնում ենք Կադիսի գոլից հետո փորձում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները շատ արագ հանդիպման հաշիվը հավասարեցնել տարածքային մեծ առավելություն ունեն Կարապետյան հարված ուղիղ Լալազարյանի վրա է հարված կատարում Մարատ Կարապետյանը այս փորձն էլ արդյունք չտվեց Լեռնային Արցախին Հերթական գրողներից մեկն է նորից կազմակերպում Արցախը հարված Ռոնալդ Մելքումյան լավն էր հեռար հարվածը Մելքումյանի, բայց մի փոքր շեղ ընթացավ այս հարվածը առանցքային ֆուտբոլիստներից է իր թիմում Ռոնալդ Մելքումյանը իր մասնակցած խաղերում գրեթե ամեն խաղում գոլեղինակ է դարձել Ռոնալդ Մելքումյանը, նա է նորից գնդակով, տեսնենք ինչ կանի, փոխանցեց Մանգասարյանին, փոխանցում եւ հեշտ վերցրեց գնդակը նորից այստեղ Լալազարյանը, երկար փոխանցում Սարգսյանը սխալվեց, բայց Կոստանդյանն է հիմա հրաշալի գործում պաշտպանությունում եւ թիմակցի սխալը ուղում նորից հերթական գրողն է կազմակերպել այս խաղում Լեռնային Արցախը բայց Մելքումյանի փոխանցումը անհաջող էր Շիրխանյանն է հիմա ձախ եզրում, թիմակից է փնտրում, փոխեց գրոյի եզրը, լավ նկատեց Մակարյանին, հրաշալի խաղարկումներ տեսանք Կադիսի ֆուտբոլիստների կողմից երկար փոխանցում Ֆիդանյան, բայց Ֆիդանյանի գլխի հարվածը շեղ ընթացավ, լավ էին նկատել Ռոբերտ Ֆիդանյանին Արցախի տուգանայինների մատույցներում, բայց վերջինիս հարվածը շեղ ընթացավ Համբարձումյանն է սխալվում դաշտի կենտրոնում Այստեղ Կադիսն է անցել նորից գրոյի Ֆիդանյան Խանցում և ինչ էր սա Հրաշալի գոլեղինակ դարձավ Ռոբերտ Ֆիդանյանը կրկնապատկում է իր առավելությունը Կադիսը 2-0 Ռոբերտ Ֆիդանյան 2-0 կրկնապատկում է Կադիսը իր առավելությունը հրաշալի գոլեղինակ դարձավ Ռոբերտ Ֆիդանյանը Տեսանք շատ պահեր Լեռնային Արցախի կողմից առաջին գոլից հետո Կադիսի բայց չկարողացան նրանք արդյունքի հասնել իսկ Կադիսը մեկ գրով կարողացավ նորից արդյունքի հասնել եւ արդեն 2 գոլ է առավելություն է ստացել այս խաղում բայց մենք գիտենք Լեռնային Արցախին նրանք շատ անգամներ կարողացել են այս հաշվի պարագայում հետ վերադառնալ խաղ եւ կարողանալ կամ այն հաղթանակ տանել, բայց տեսնում ենք հիմա
Նորից սխալվեցին Արցախի տղաները եւ Կադիսն է նորից անցել գրոյի Ֆիդանյան այդ լավ պայքարեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Ագելձյան հարկում է Կարապետյանի հետ Ձախեզրում ազատվում է Կոստանդյանը բայց Կարապետյանը այլ ընտրանք այստեղ ընտրեց փոխանցելու համար Սարգսյան հրաշալի փոխանցում Մանգասարյանին աճեզրում է Մանգասարյան փոխանցում մի փոքր ուժեղ էր Հարութ Մանգասարյանի փոխանցումը Կոստանդյանին Բայց կարծես թե անկյունային է վաստակել նորից Լեռնային Արցախը երրորդ անկյունային է արդեն այս խաղում Կադիսի դարպասին Մանգասարյանն է գնդակի մոտ Անցում Ուժեղ էր այստեղ Լեռնային Արցախի խաղացողի փոխանցումը Կոպիտ այստեղ գործեց դաշտի միջնամասում Ռոնալդ Մելքումյանը Շիրխանյանի հետ պայքարում եւ դեղին քարտ է ստանալու կոպիտ խաղ է համար Լեռնային Արցախի խաղացողը Տասնվեց րոպե անցավ այս խաղից 2-0 հաշվով այս պայն հաղթում է Կադիսը Լեռնային Արցախին Խաղի տեմպը բարձր է, տեսնում ենք երկու թիմերն էլ շատ ակտիվ են գործում, հիմա այս ստանդարտը իրացրեցին, բայց հեռացված է գնդակը կարող է հակագրել հիմա Լեռնային Արցախը, Մելքումյան հրաշալի թողնում է գնդակը Ագելձյանին, բայց վերջինիս փոխանցումը Ացեատեր չունեցավ եւ Կադիսը խլեց գնդակը Շահրություն Շիրխանյան Խանցում, բայց այնտեղ Համբարձումյանն է լավ գործում պաշտպանությունում Երկար փոխանցում դեպի Կարապետյանը լավն էր Բայց նորից Վարազդա Դուրգարյանն է պաշտպանությունում Լավ գործում Մանգասարյան երկար փոխանցում Եվ նորից անկյունային կտեսնենք Կադիսի դարպասին Հարկեցին այստեղ գնդակը Մանգասարյան Ասենք ինչ կմտածի Արցախի ֆուտբոլիստը Մելքումյան արված գերազանց գոլ հեղինակ դարձավ Ռոնալդ Մելքումյանը 2-1 Ռոնալդ Մելքումյան 2-1 կրճատեց Լեռնային Արցախը հանդիպման հաշիվը հերար կրակոցով Ռոնալդ Մելքումյանը խոցեց Լալազարյանի դարպասը ի վերջո երկար ու շատ գրոները հետո այս ստանդարտը տվեց իր արդյունքը Լեռնային Արցախին իմ էլ Կադիսն էր անցել գրոյի բայց որսած այստեղ գնդակը Խաչատրյանը եւ արագ անցնում է նորից Արցախը գրոյի Մելքումյան թողնում է Կարապետյանին արված եւ գոլ 2-2 ավասարեցված է հանդիպման հաշիվը Մանատ Կարապետյան 2-2 հավասարեցված է հանդիպան հաշիվը կայծակնային գրով
ուղղակի Լեռնային Արցախի տղաները կարողացան նորից գոլի հեղինակ դառնալ, 2 րոպեում 2 գոլի հեղինակ, 2 գոլ գրանցվեց Արցախի կողմից։ Ես երկրորդ գնդակից հետո Գադիսի խփված ասեցի, որ շատ անգամներ է եղել, որ Լեռնային Արցախը կարողացել է այս բարդ իրավիճակից դուրս գալ եւ արդեն հավասարեցրեց։ Հենց առաջին խաղակեսում հանդիպան հաշիվը Լեռնային Արցախը։ Գոլառատ խաղակես է, տեսնում ենք ընթանում, 4 խփված գոլ է արդեն տեղի ունեցել այս խաղակեսում, նորից երկար փոխանցում, նորից Խաչատրյանն է վերցնում գնդակը, արագ խաղարկում, փորձում են մինչև ընդմիջում առաջ անցնել հաշվի մեջ Արցախի տղաները, հրաշալի փոխանցում Կարապետյանին, բայց չկարողացավ վերջինս եզրափակել այս գրոհը։ Տեսնում ենք խլեց հիմա այլ Մանգասարյանը գնդակը, բայց Մակարյանն է այստեղ պաշտպանությունում վերջին պահին լավ գործում, պրեսինգ են գործում այստեղ Արցախի ֆուտբոլիստները, բայց խաղի կանոնները խախտեց ի վերջո Յան Համբարձումյանը։ Հինգ րոպե է մնացել նշեմ առաջին խաղակեսի ավարտին, 2-2 է հաշիվը արդեն, հրաշալի հանդիպան ենք ականատես լինում, Մանգասարյան, բայց բարձր էր Մանգասարյանի հարվածը։ Նորից խլեց գնդակը Արցախը, բայց Մելքումյանի փոխանցումը այստեղ լավ կարդաց Եղամ Սարգսյանը, Վիդանյան հրաշալի փոխանցում, բայց Խաչատրյանն է գեղեցիկ սեյվով փրկում հիմա իր թիմին, հիմա երկար փոխանցում դեպի Շահագելձյանը, ձախեզրում է Շահագելձյանը, պահում է իր մոտ գնդակը, Ուգարյանն է նրա այդ պայքարում, բայց կարողացավ վայել իր մոտ գնդակը, Շահագելձյանը հարված բարձր էր Կարեն Շահագելձյանի հարվածը։ Եվ ինչ էր սա, 11 մետրանոց է կարծես թե նշանակել, խաղի մրցավարը Կադիսի դարպասին կոպիտ գործեց այստեղ Կարեն Շահագելձյանի հետ պայքարում Կադիսի ֆուտբոլիստը և անգամ դեղին քարտ է ստանում Եղամ Խաչատրյանը և լավ հնարավորություն է ստանում Լեռնային Արցախը հաշվի մեջ այսօր առաջի անգամ անցնելու, տեսնենք Ռոնալդ Մելքումյան, հարված և հրաշալի հարվածով անցնում է առաջ Լեռնային Արցախը հաշվի մեջ 3-2 Ռոնալդ Մելքումյան 3-2 արդեն Լեռնային Արցախը հաղթողի կարգավիճակում է գտնվում, Մելքումյանն էլ դուբլ գրանցեց իր հաշվին, անցել է գրոյի Լեռնային Արցախը և Մելքումյան կարող էր գերշքեղ գոլ հեղինակ դառնալ Ռոնալդ Մելքումյանը, բայց չստացվեց այս հնարքը Ռոնալդ Մելքումյանի Շատ քիչ ժամանակ մնաց մեզ խաղակեսի ավարտին
Կարծես թե այս արդյունքով եթե ավարտվի առաջին խաղակեսը, գոհ կլինեն Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, որովհետև նրանք պարտվում էին, հիմա արդեն հաղթողի կարգավիճակում են, հակագրոհի անցել նորից Լեռնային Արցախը, Շահագելձյան, տեսնենք այստեղ ինչպես Շահագելձյանը կփորձի հրաշալի փոխանցում, Մարատ Կարապետյան 4-2։ Եվ վեր սիրելի ֆուտբոլասերներ, առաջին խաղակեսը ավարտված է 4-2 հաշվով, այս պայն Լեռնային Արցախը հաղթում է Կադիսին, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, սիրելի բարեկամներ, մեզ մոտ առաջին կեսից հետո գոլառատ պայքարում Լեռնային Արցախը կարողանում է հաղթել Կադիսին 4-2 հաշվով, ուղղակի հրաշալի, և հիմա ինչպիսի դիրքից է վրիպում այստեղ հենց մեկնարկում, Գեղամ Խաչատրյանը կարող էր շատ արագ կրճատել հանդիպման հաշիվը Կադիսը, բայց չստացվեց։ Առաջին գրով երկրորդ խաղակեսի, հրաշալի խաղակես ստացվեց մեզ մոտ, սկզբում երկու գնդակի առավելություն ուներ Կադիսը։ Առաջին խաղակեսի հասարակացի ժամանակ, բայց կարողացավ կամային հատկանիշներ ցուցաբերել Լեռնային Արցախը այդ մնացած հատվածում և 4 գնդակ խփել։ Երկու անգամ աչքին կավ Մարատ Կարապետյանը, երկու անգամ էլ Ռոնալդ Մելքումյանը, հիմա ստանդարտ է վաստակել այստեղ Լեռնային Արցախը, տեսնենք Շահագելձյան փափուկ փոխանցում, բայց հեռացնում է գնդակը Խաչատրյանը։ Այստեղ տեսնում ենք երկրորդ խաղակեսն էլ ակտիվ են մեկնարկել թիմերը։ Այս խաղակեսը ինչպես թիմերը կանցկացնեն և ի վերջո ով կկարողանա հաղթանակի հասնել էլիտ լիգայի մեկնարկային խաղում, առաջին խաղակեսում 6 գոլ տեսանք թիմերի կողմից։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, Կադիսի դարպասապանն է Հայկ Լալազարյանը, համար 3 Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 10 Սևա Դովանյան, համար 14 Արմեն Բարբախանյան, համար 17 Գեղամ Խաչատրյան, համար 22 Սրապ Բաբաբլոյան, համար 27 Կարեն Շիրխանյան, համար 77 Նարեկ Մակարյան և համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 2 Մարատ Կարապետյան, համար 3 Արթուր Աբրահամյան, համար 4 Արսեն Ուլուբաբյան, համար 5 Ալեն Սարգսյան, համար 7 Ռոնալդ Մելքումյան, համար 8 Հարութ Մանգասարյան, համար 10 Արսեն Սարգսյան, համար 11 Վալերի Բաբայան, համար 17 Արսեն Հարությունյան, համար 21 Կարեն Շահագելձյան, համար 22 Միքայել Առաքելյան, համար 23 Տիգրան Համբարձումյան, համար 73 Սերգեյ Ասերյան, համար 77 Արամ Կոստանդյան, համար 90 Նարեկ Դանելյան և համար 99 Նիկոլայ Համբարձումյան։ Այսքանը կազմերի մասով հիմա անցնենք բուն խաղին, նորից Կադիսն էր անցել գրոյի, այս փոխանցումը ուժեղ ստացվեց Կարեն Շիրխանյանին, ուղղված էր Ռոբերտ Ֆիդանյանին։ Շալի անցում Կարեն Շիրխանյանից, տեսնենք, ձախ եզրում է, փոխանցեց Մակարյանին,
Բայց Մակարյանի փոխանցումը անհաջող էր այս իրավիճակում։ Հարված կտեսնենք Խաչատրյանի դարպասից։ Վարկեց գնդակը Խաչատրյանը Մանգասարյանի հետ։ Չուն Ուլուբաբյանն էր դաշտում։ Կոստանդյան լավ նկատեց այստեղ Ռոնալդ Մելքումյանին։ Մելքումյան լավ խաղարկեց Կարապետյանին, բայց չկարողացավ լավ մշակել գնդակը։ Վերջին պահին Միքայել ներողություն Մարատ Կարապետյանը։ Արգելձյանի հրաշալի փոխանցումը նորից, բայց Մելքումյանը բարձր է հարվածում ընթացքից եկած գնդակը։ Եկար փոխանցում Շահագելձյանին, բայց հանգիստ նորից որսած գնդակը Խաչատրյանը։ Սպանդյան։ Սխալվում է այստեղ Արցախի ֆուտբոլիստը Ֆիդանյանը հարված Խաչատրյանը, պրկում նորից հարված երկորաշալի սեյվ եղինակ դարձավ Խաչատրյանը։ Տեսնում ենք Ռոբերտ Ֆիդանյանը երկու հարվածներն էլ կատարեց։ Նորից վտանգավոր կարող է լինել այստեղ էլ Կոստանդյանն է հեռացնում գնդակը։ Այլ պաշտպանությունում սխալվում է Կադիսը, Լեռնային Արցախն է անցել Գերոյի, Արգելձյան հրաշալի փոխանցում, հարված Սերար Տիգրան Ամբարձումյանի կողմից, բայց բարձր էր վերջինիս հարվածը։ Տեսնում ենք, որ այս խաղակեսում արագ գոլ չտեսանք այս պահին, բայց ակտիվ են գործում թիմերը այս րոպեների ընթացքում։ Ադիսը փորձում է փոքր կրճատել հաշիվը։ Շահագելձյան և կոպիտ գործեց այստեղ Ռոբերտ Ֆիդանյանը Կարեն Շահագելձյանի հետ պայքարում։ Եվ դեղին քարտ է ստանալու Ռոբերտ Ֆիդանյանը։ Ցավոտ հարված էր ուղղակի Կարեն Շահագելձյան, Ռոբերտ Ֆիդանյանի կողմից։ Այսօր երրորդ զգուշացումն էր այս խաղում, երկուսը ստացել են Կադիսի ֆուտբոլիստները, մեկը Արցախի։ Տեսնում ենք դեռ խոտածածկին է Շահագելձյանը։ Մել Շահագելձյանը այստեղ դեղին քարտ ստացավ։ Վիճաբանելու համար խաղի մրցավարի հետ այս դրվագի պատճառով։
Տեսնում ենք մի փոքր երկար ստացվեց այս դադարը մեզ մոտ, բայց ամեն ինչ կարգին է Շահգելձյանի մոտ։ Եվ վտանգավոր դիրքում Արցախը հիմա Տուգանային է վաստակել, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն այն Արցախի ֆուտբոլիստները, Կոստանդյանն է գնդակի մոտ։ Արամ Կոստանդյան, Սուլի չկա, փոխանցեց Կոստանդյանը, բայց հեռացված է գնդակը, փորձեց խաբել այս իրավիճակում Արամ Կոստանդյանը Աբիսի խաղացողներին և Խաչատրյանն է վերցնում նորից գնդակը, այստեղ արագ նետում կատարում, Մանգասարյան ձախեզրով շարժվում է առաջ, Մանգասարյան հեռվից հարված, Խաչատրյանն է փակում այս հարվածի ճանապարհը։ Նորից Արցախն է հերթական գրոներից մեկը փորձում կազմակերպել։ Ամբարձումյան և նորից խաղի կանոնների խախտում, այստեղ Ալեն Սարգսյանի հետ պայքարում խախտեց Խաչատրյանը։ Այլ Սարգսյանն է հայտնվել խոտածածկին։ Սոր կոպիտ են միմյանց հետ պայքարություններում գործում երկու թիմերի խաղացողներն էլ։ Բայց ամեն ինչ կարգին է, հեռային Արցախի խաղացողի մոտ, հիմա երկար փոխանցում Մանգասարյանի կողմից, Բաբաբլոյանն է հեռացնում գնդակը։ 10 րոպեից մի քիչ ավել անցավ այս խաղակեսից։ Այս պայն հաշիվը նույնն է, 4-2 Լեռնային Արցախը հաղթում է Կադիսին։ Մանգասարյան փոխում է գրոյի եզրը, բայց չեն շտապում այստեղ հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները և մանր խաղարկումներով փորձում են շարժվել առաջ։ Ամբարձումյան խաղարկում է Սարգսյանի հետ, Մելքումյան, Մանգասարյան, ի վերջո գնդակը հասավ Էրիկ Խաչատրյանին, տեսնենք խաղարկում է Մանգասարյանի հետ, շատ հանգիստ են գործում այստեղ Լեռնային Արցախի տղաները։ Կոստանդյան փոխանցում Մելքումյանին, պայծ իր մոտ Մելքումյանը գնդակը փոխանցում է կատարում Սարգսյանին, գերազանց փոխանցում Մելքումյան, հարված և գոլ, էտրիկը կայացած է այսօր Ռոնալդ Մելքումյանի 5-2։ Ռոնալդ Մելքումյան 5-2, մի փոքր իր առավելությունը մեծացնում է Լեռնային Արցախը, արդեն 3 գոլի առավելություն ստացավ այս խաղում, հետրիկի հեղինակ դարձավ Ռոնալդ Մելքումյանը, այսօր էլ հրաշալի հանդիպում, ներողություն, հրաշալի խաղ անցկացրեց Ռոնալդ Մելքումյանը, Ֆիդանյանն է հեռվից հարվածում, բայց շեղ է Ռոբերտ Ֆիդանյանի հարվածը։
Այսպես եթե գնա կարող է այսօր էլ իր առաջին 3 միավորը վաստակել այս մրցաշարում Լեռնային Արցախը, բայց չշտապենք, որովհետև շատ ժամանակ կա այս հանդիպման ավարտին, Կադիսն էլ կարող է համար պայքար առաջարկել Լեռնային Արցախին, Կադիսն է գրում, տեսնենք Շիրխանյան, վերջինիշ կմտածի Կարեն Շիրխանյանը փոխանցեց, բայց պաշտպանը Արցախի լավ գործեց այստեղ, հակագրում է Արցախը, Առաքելյան թողնում է գնդակը Մանգասարյանին, ձախեզրում է Արութ Մանգասարյանը, հարված Խաչատրյանն է փակում այս հարվածի ճանապարհը եւ անկյունային կտեսնենք Կադիսի դարպասին Հարկեցին այստեղ գնդակը Արցախի ֆուտբոլիստները, Մանգասարյան հետ է ուղարկում մինչև դարպասապահ Էրիկ Խաչատրյանը Չեն երկար փոխանցում նորից Մանգասարյանին չեն շտապում այստեղ Արցախի ֆլղաները, Մանգասարյան լավ էր մտածել այստեղ Արութ Մանգասարյանը, նկատել էր այնտեղ Միքայել Առաքելյանին Կադիսի տուգանայինների մատույցներում, բայց չստացվեց Մանգասարյանի փոխանցումը այստեղ Կադիսի գրո անանջող ստացվեց այլ Մանգասարյանն է սխալվում Շտի միջնամասում Շիրխանյան հերվից հարված Համբարձումյանին Համբարձումյանից անդրադարձ եղավ այս հարվածից հետո պահում են իրենց մոտ գնդակը Արցախի տղաները Կոստանդյան շարժվում է առաջ թողնում է գնդակը Սարգսյանին կենտրոնում է այնտեղ լավ է ազատվել Առաքելյանը բայց Սարգսյանի փոխանցումը չստացվեց ի վերջոԱվ խաղարկում հիմա, Ֆիդանյան կենտրոնում է Առանցքի շուրջ պտտվեց, հրաշալի փոխանցում հիմա Հոհանյանի կողմից Շիրխանյանի հարվածը չստացվեց, բայց մնում է գնդակը Շիրխանյանի մոտ Էվոնզյան Ֆիդանյան, հերվից հարված փակում է հիմա պաշտպանը հարվածի ճանապարհը Ֆիդանյանի Անցավ ի վերջո այստեղ փոխանցումը Բաբաբոլյանի, Շիրխանյան, տեսնենք կենտրոնում է Շիրխանյանը, բայց շատ մանր գործեց այս դրվագում Կարեն Շիրխանյանը, նորից անցնում է գնդակը Լեռնային Արցախին, Մանգասարյան է ձախեզրում, Սարյան, նորված և այսա սենսացիոն վրիպում էր, հենց առաջին խաղում այս մրցաշարի Միքայել Առաքելյան, ինչպես կարող էր վրիպել այդ դիրքից ուղղակի, հրաշալի փոխանցում տեսանք Արութ Մանգասարյանի կողմից, բայց Միքայել Առաքելյանը հենց դարպասի գծից ուղղակի բարձր հարվածեց, այլ հարված տեսանք Շիրխանյանի կողմից, բայց շեղ էր Շարունակվում է հանդիպումը, հիմա երկար փոխանցում Խաչատրյանից Կարապետյանին, վերջինիս հարվածն էլ շեղ ընթացավ, լավ էր նկատել Խաչատրյանը այնտեղ Մարատ Կարապետյանին Առաքելյանն է հիմա էլ խլում գնդակը, թողնում է գնդակը Սարգսյանին, երկար փոխանցում, Կարապետյան,
Տեսնենք Կարապետյան, ինչպես კი եզրափակի եւ գոլ։ Կարապետյանն էլ էտրիկ հեղինակ է դառնում այս խաղում հաշիվը դարձնելով 6-2։ Մարատ Կարապետյան 6-2։ Խաղի ելքը վճռում է։ Իմ կարծիքով Լեռնային Արցախը։ Կարապետյանն էլ իր հաշվին հետրիկ գրանցեց։ Նորից Արցախն է անցել գրոյի փոխանցում Կարապետյանից Մելքումյանը չստացվեց։ 3-ական գոլ Մելքումյանից և Կարապետյանից։ Այս պայն այս խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին նրանք են հավակնում։ Դժվար է այս պայն ասել ով է լավագույնը։ Մելքումյան բարձր է հարվածում Ռոնալդ Մելքումյանը, եթե գոլ հեղինակ դառնար Մելքումյանը, կարող էինք նրան տալ այսօրվա խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Կադիսն է անցել գրոյի, Մակարյան շրջադարձ հարվածը Նարեկ Մակարյանի բարձր է ստացվում, լավ էր մտածել Կադիսի ֆուտբոլիստը։ Խաչատրյան, սառնասիրտ է գործում Էրիկ Խաչատրյանը։ Դանյանն է հիմա 3 հոգուտ են պայքարում, բայց չստացվեց, Մելքումյանը անցավ գրոյի, Մելքումյան շարժվում է առաջ, Մելքումյան և գոլ 7-2, պոկեր։ Ռոնալդ Մելքումյան 7-2 Մեկնարկային խաղում խոշոր հաշիվ ենք տեսնելու 9 խփված գոլ այս պահին 2 րոպե մնում հանդիպման ավարտին բայց թիմերը շարունակում են դադաշտում ակտիվ գործել Անցել է գրոյի Կադիսը, Խաչատրյան Շիրխանյանի է փոխանցում, գրագետ հարվածով կրճատում է մի փոքր հաշիվը Կադիսը և գոլ հեղինակ է դառնում Կարեն Շիրխանյանը։ Կարեն Շիրխանյան 7-3 դուբլ գրանցեց իր հաշվին Կադիսի ֆուտբոլիստը։ Վերջին րոպեն է ընթանում այս խաղի։ Նորից մենք անցել էին գրոյի Կադիսի տղաները, բայց հիմա արագ նետում կատարեց Էրիկ Խաչատրյանը Կարապետյանին, Կարապետյանն է սլանում առաջ, փոխանցում չստացվեց ի վերջո Մարատ Կարապետյանի փոխանցումը այստեղ։ Շատյանն է երկար փոխանցում կատարում հիմա էլ, բայց Ֆիդանյանը ֆիքսում է գնդակ և շարժվում առաջ, վերջին գրոներից մեկը կարող է լինել այս խաղի, Ֆիդանյան աչեզրում է, փոխանցել է պետ փոխանցում և հանաջող է Ռոբերտ Ֆիդանյանի փոխանցումը ի վերջո։ Շատյանը խաղարկեց գնդակ այստեղ էլ
Ի վերջո հետաքրքիր հանդիպման ականատեսի եղանք սիրելի ֆուտբոլասերներ։ Գոլառատ հանդիպում։ Նշեմ, որ 4 դեղին քարտ գրանցվեց այս խաղում։ Կադիսն է անցել գրոյի Շիրխանյան, հետ է ուղարկում գնդակը Ֆիդանյանին։ Անցում Ղևոնդյան, Արաքելյանն է լավ գործում, հիմա էլ պաշտպանությունում։ Անկյունային է վաստակում ի վերջո Կադիսը, վերջին ստանդարտ է, կտեսնենք այս խաղի։ Փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, Տուգանյան, տեմպով է շարունակվելու Կադիսի գրո, Շիրխանյան, կենտրոնում է, փոխանցում է Ֆիդանյանին, հեռվից հարված կարող է լինել, բայց բարձր հարվածեց Ռոբերտ Ֆիդանյանը և վերջ, հանդիպումն ավարտված է, 10 գոլ խփվեց, հենց մեկնարկային խաղում, տեսնում ենք, բայց կարողացավ ի վերջո Լեռնային Արցախը կամայն հատկանիշներ ցուցաբերելով հաղթանակի հասնել Կադիսի նկատմամբ 7-3 հաշիվը գրանցվեց և առաջին միավորը վաստակում է այս մրցաշարում։ Լեռնային Արցախը հրաշալի հանդիպում ստացվեց սիրելի ֆուտբոլասերներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել, բարի գիշեր և ամենայն բարիք։